Պարոն Վթարյան, ես կասեք ինչ վիճակում ենք այս պահին, ինչ փուլում է պրոցեսը։ Տեսեք, ճիշտ է գնում ենք այն փուլում, որ շատ երկարություն չեմ կարող ցես տրամադրել, բայց նշեմ, որ կոնկրետ բոլոր մեր 17 մեղադրյալների մասով դատական նիստերը սկսվել են, մի մասը ընթացքի մեջ է, մեկ կամ մեկ, եթե չեմ սխալվում, երկու նիստ արդեն ավարտվել է, իմ ունեցած տեղեկություններով 17 մեղադրյալներից 15-ի մասով պահանջվել է տնային կալանք, երկու մասով ունենք կալանք 2 ամսով։ Հիմա տեսնենք դատական պրոցեսը կարծում պրոցեսները մի քիչ մինչ ուշ երեկո կգնան, տեսնենք արդեն դատարանները ինչ որոշում կկայացնեն, բայց ես մեծ հույս ունեմ, որ դատարանները գտնվելու են բարձունքում, իրենց գործելու են օրենքի տարին համապատասխան, այսպես ասած, օգտագործելու են կիրառվելու է օրենքի գերակայությունը, որովհետև այս որպես փաստաբան գործեր նայում, տեսնում նաև այդ օրենքն ներկայ եմ եղել, որովից է ոչ իրավաչափ գործողություններ արկա չեն, մարդիկ իրենց օգտագործում են իրենց խաղացուցերի մասնակցելու իրավունքից, բայց անհասկանալի պայմաններով այս ամեն ինչ ստեղծվում է։ Տեսագրություններ կան, պարոն Վթարյան, այդ պահերը փաստող երևում է, հավանաբար երևում է, որ կողմից դատարանին ներկայացվել են այդ փաստերը։ Միանշանակ մեր կողմից բոլոր տեսագրությունները, ինչ որ սոցիալական ցանցերում կայքերում արկա են, ներկայացվել են, բոլոր դատավորների, այսպես ասած, եղան են նաև այդ տեսագրությունները, ըստ որոնց որովից է գործողություն ոչ իրավաչափ մեր վստահողների կողմից չեն կատարվել ու ել են բերում հենց նաև այդ հույսով, որ տեսագրությունը նայելուց դատավորներին պարզ կլինի, որ չկա նման բովանդակը կատարած անձի։